Դիլիջանյան դրախտը ծմակում ծվարած այս շաբաթ նորից փոթորկեց երկրում արդարություն փնտրողների զայրույթը։ Ինչու պետք է հարկային մաքսային Անտառի խալու վրա ճերմակ դղյակ ունենա։ Կառույց մուտքը փակ է։ Ես այսօրվա հերթափոխի պետն եմ, իրավունք չունենք էլի ոչ մի տիպ ինֆորմացիա տալու։ 5 տարում բյուջեից մոտ 16 միլիարդ դրամով կառուցված գերթանկարժեք սպաս քոճարամանների համար նախորդ նոյեմբերին բարձրացված աղմուկով կահավորված Դիլիջանի ուսումնական կենտրոն նորեր առաջ պարզվեց Պեկին պետք չէ։ Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցել գույքի կառավարման վարչությանը։ Բիզնեսն ապշած է, միլիոն չէ, միլիարդից հրաժարվելու հետ մեկտեղ գլխի վրա շուռ եկածի պես պետեկամուտների կոմիտեն նաև կառավարությանը միջնորդել է հեշտացնել օրինապահ հարկատուի կյանքը։ Խնդրում են ձեզ, որպեսզի ձեր միջոցով քննարկվի մեր առևտրային բանկերի ղեկավարների հետ հարց, որ եթե հարկատուն ունի նման կոչում կամ որակավորում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով։ Ես վստահ եմ, որ մի քիչ աշխատանք բանկերի հետ թափանցիկ ուրեմն կազմակերպությունների բարագայում միանշանակ թանի Ես էլ եմ վստահ։ Ես էլ եմ վստահ։ Բանկերի ֆինանսական բարյացկամությունից բացի պարտաճանաչ հարկատուին իրենց կողմից այլ ինչ արտոնություն են մտադիր առաջարկել, պետեկամուտների կոմիտեն փակակցերը դեռ չի բացում, հետո կխոսեն։ Առայժմ անորոշ է նաև շքեղ 5 աստղանի հյուրանոց հիշեցնող Դիլիջանյան շինությունը պետությունը կսեփականաշնորի, թե շրջանառվող խոսակցությունների պես կամավոր պարտադիր սկզբունքով խորհուրդ կտա գնել ոմանց։ Այն, որ մինչև հիմա լուր հանդուրժելու պես կառավարությունն այլևս շատ հարցերի վրա աչք չի փակելու, ապացուցեց գործադիրի այս նիստում հնչած հանձնարարականը, մեխանիզմ մշակել, ժամանակ տալ, մերկապարի քլաբերը բնակելի շենքերից դուրս գան։ Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետեւ շատ բողոք կա, որ բազմաբնակարան շենքերի տակը եւ բարոյական կերպարը եւ անհանգստությունը այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք։ Արձագանքի է սպասում նաև մեկ այլ դղյակի ճակատագիր մտավորականները վարչապետին ահազանգել են Արամյանցի ամառանոց Նախթալայում քանդվում է։ Համայնքապետն ասում է 5 տարի է փորձում է հետ բերել զբոսաշրջության զարգացման հիմնադրամից ժամանակին 1 միլիոն դրամից էլ պակաս գումարով Սերոբ Տեր-Պողոսյանի գնաց նրա մահից հետո կնոջն անցած գույքը։ Ոչ միայն ներդրումային խոստումը չեն կատարել, այլև տեղական հարկտուրքերը չեն վճարում։ Դիմել են դատարան, մարզպետարան, մշակույթի նախարարություն, նաև կառավարությանն են հուշել տարածքը գերակա հանրային շահ ճանաչել։ Մեզ հայտնեցին, որ դղյակ ամբողջ տարածքով իր շենք շինություններով եւ հողատարածքով գրավադրված է հայաստանյան բանկերից մեկում։ Շիրվանզադեից Շալյապին հյուրընկալած շինությունը թող նախկինի պես տուբերկուլյոզային դիսպանսերի վերածվի կամ զբոսաշրջային հանգստավայր դառնա։ Լոռեցիների առաջարկը վերջապես կքննարկեն Երևանում։ Հանձնարարում եմ ուսումնասիրել խնդիրը եւ ներկայացնել առաջարկություն։ Ինքը իրականում կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտ, տեղ, եւ կարծում եմ այստեղ մենք պետք է անպայման մեր վերաբերմունքը ցուցաբերենք։ Ոչ մի բանկից ոչ մեկն այս ընթացքում չի եկել տեսնի փլուզվող փայտե պատշգամբներով գմբեթ հազար ճարտարապետական հեքիաթից ինչ է մնացել։ Իրենց ամրացրած գերան հենակների շնորհիվ դեռ կանգուն գույքի իրավաբանորեն ծանրաբեռնվածության լուրը լոռեցու միամտությամբ հակադարձում են տարիներով կուտակված աշխատավարձի պարտքը մի օր ստանալու հույսով անտառից չհեռացող պահակները։ Ափսոսում տիրուհին արտասահման գնաց բարերարի ամառանոցը թողնելով սկյուռիկներին։ Հերմինե Բաղդասարյան, Մայա Խաչատրյան, Հրաչյա Պապինյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։